այսօրին հյուրն է ազատամարտիկ 3 պատերազմների մասնակից Մանուկ Այվազյանը։ Ողջույն Այվազյան ջան։ Ողջույն Իվան ջան։ Շատ ուրախ եմ քեզ տեսնելու։ Փոխադարձ։ Երկար ժամանակ համացանցով ենք հետևել, բայց մոտիկից չենք հանդիպել։ Ամենը օրեր առաջ եկեղեցու բակում հանդիպեցինք, ազատամարտիկներով հավաքվել էինք։ Հիշում ենք մեր կորած տղերքին ենք հիշում, այդ օրը Արաբոյի ջոկատի տղերքից 73 հոգի անհետ կորան ու իրանց ոնց որ հիշատակի լուսաբանման օրն է իրանց այդ օրը արդեն իմացար այդ օրը որ խաչը դրվեց Արաբոյի ջոկատի տղերքից Սակոյի Թաթևոսյան Սակոյի գործունեության հիման վրա մի փոքր մասնիկ, որ կարողանանք գանք լիցքաթափվենք, հիշենք մեր ընկերներին։ Շատ լավ հիշում եմ, այդ օրն իմ ծննդյան օրն էր ու ոչ մեկ չգիտեր, ես էլ եկամ մասնակցեցի, որովհետև ինձ համար ես երևի ճակատագիր ասեմ, թե մարդու տեսակ ասեմ, ոնց ասեմ, ոչ թե իմ անձի գովելու, այլ ես ծնված օրվանից ինձ համար ամբողջ հայ ազգի մեջ ամենաառաջին տեղը մեր ազատամարտիկներն են, մեր քաղաք տղաներն են, ու ես տենց ապրում եմ 24 ժամ ու փորձում եմ ճանաչել մեր տղաներին ինֆորմացիոն դաշտով, մոտիկից եւ մեր Գագիկ Կինոսյանի լավ գիտես ասում էր հերոսներին պետք չէ սքալ, հերոսներին պետք է փառաբանել, իսկ կենթանի հերոսներին ոչինչ պետք չանել, պետք է ուշադիր լինել։ Այսօր այդ ուշադրության կարիքը կա իմ կարծիքով եւ մեկ էլ ես ձեզ ինչքան հետևել եմ, ինչքան տեսել եմ մանավանդ օրեր առաջ խոսացիք մի շատ կարևոր բառի շուրջ ազգայնական։ Այդ բառը հզոր բառ, որ այդպես պետք է ապրել։ Այդպես ապրում եք դուք եւ էլի ձեզ նման ազգայնական մարդիկ։ Այսօր ազգայնական քանի մարդիկ կան եւ ոնց եք դուք պատկերացնում ազգայնականներով ինչ պետք է արվի։ Հարցը լավ հարց էր, քանի մարդ կա ազգայնական։ Ճիշտ ասած, այդ հարցին չեմ կարող պատասխանեմ, քանի անձ գոյություն ունի, որ ազգային գաղափարներ է կիսում, որովհետև արդեն դու ասեցիր, որ հետևում ես, տեսնում ես իմ կոչերը, որ ազգայնականներով հավաքվենք, մենք գաղափարի շուրջ, ինչի մենք գաղափար, որտեղ որ անձ չի շոշափվում, անձ գոյություն չունի, մենք գաղափարն է։ Ու այդ մենք երբ որ այդ հավաքումը եղավ, արդեն նստեցինք, որոշվեցինք, արդեն մենք միաձայն կընտրենք մեզ լիդեր, որ ում հետևից որ բոլորս կգնան։ Նույն ազգային գաղափարախոսությունն է։ Ազգային գաղափարախոսությունն ինչն է, որ պաշտպանել հայրենիք, սրբություն, լինել մայրենի, հայրենի հողի նկատմամբ արդար ու պատրաստ լինել գնալ մինչև անգամ զոհողության։ Այսինքն իմացյալ մահը դա անմահություն է։ Ազգայնականի գաղափարն է դա։ Հետի ինես չի, որ օդից եկած խոսք է։ Մարդը գիտակցելով գնում է սահման պաշտպանելու հայրենիքը, որովհետև հայրենիքը ոտու ձեռ չունի։ Ինքը չի կարողանալու իրան պաշտպանել։ Իսկ մեզ Աստված է տվել այդ հողը, որի համար որ մենք պետք է պայքարենք, պետք է կանգնենք։ Ազգայնական տղերքին մենակ կհամախմբվեն այն ժամանակ, երբ որ իրոք ազգայնականներ կան։ Եթե ազգայնական կա, ուրեմն ազգայնականների մեջ չի քննարկվում, էսի անենք կամ էնի անենք, անում են ի օգուտ հայրենիքի, ի օգուտ հողի, ջրի, որովհետև էլ եմ ասում, հողն ու ջուրը երբեք ձեռքեր չունի, որ իրան պաշտպանի։ Շատ լավ, տեսեք, ես շփվելով շատ իմ գործի բերումով, ես շփվող մարդ եմ, ես հային սիրող մարդ եմ, իմ համար աշխարհում ամենաառաջին տեղը դա հայ մարդն է։ Ու ես չեմ ուզենա, որ մեր հայերի մեջ այդ պարապտումը լինի, այն գաղափարը, որ բաժանի որ տիրես։ Իսկ աշխարհի գերտերությունները միշտ դարերով դուք ինձանից լավ գիտեք, փորձել են պարապտեն, փորձել են բան, չի ստացվել, որտեղ միշտ ծնվել են ձեզ նման, միշտ եղել են ձեզ նման նվիրյալներ, ազգայնականներ, ինչպես Նժդեհն ասում էր, որ հային չես կարող ջնջել, հային չես կարող ոչնչացնել, եթե չընտրեն թուրքանման հայեր, ոնց է ասում, մեր խնդիրը նրանում չի, որ աշխարհում կան թուրքեր, կան թուրքանման հայեր։
որ այդ պարակտումը տարվի, բայց իրենք էլ են հայ։ Հիմա ես կյանքում չեմ սիրում բաժանություններ դնել մեր ազգի, ասենք, քաղաքական, կուսակցական, ձեր ասած մեկ ազգ լինի, մեկ պայքար։ Այդ աշխարհի հետ ոնց եք պատկերում, ձեր նվիրում։ Ես օրինակ շատ որպես սովորական հայ մարդ նեղվում եմ ձեզ նման տղաները, որ մեր տեղը մենք չենք եղել կամ շատ մեր հայրենակիցներ չեն եղել պատերազմի դաշտում, դուք 3 պատերազմի գնացել մասնակցել եք ձեր մարտական ընկերների հետ, հանուն մեզ, հանուն մեր արժանապատվության, հանուն մեր հայրենիքի։ Այսօր այդ հուսախաբությունը, այդ չգիտեմ, իրար հանդեպ չվստահությունը, այդ ամեն ինչը չեմ կարող ես դրա հետ հաշտվել։ Եթե մարդիկ կան հաշտվել են, այդ իրանց գործն է, բայց ես չեմ կարող հաշտվեմ, որ գնաս մասնակցես պատերազմի ու ունենաս կորուստ, ունենաս հողի կորուստ, զոհի կորուստ եւ այս վիճակը։ Այ դուք ազատամարտիկ 3 պատերազմի մասնակից ոնց եք տեսնում, հայերով պիտի հարցը լուծվի, դիվանագիտորեն, թե աշխարհի տերերը մեզ միշտ թելադրեն, թե մենք ինչ պետք է անենք։ Սենց ասեմ, գաղափարը, ազգային գաղափարը ինչումն է, հզորության մեջ է։ Դիվանագիտությունը դա դիվանագիտություն է, որը որ մնում է այն ժամանակ է գալի մեջտեղ, երբ որ դու հզոր ես լինում։ Այսինքն սեղանի շուրջ նստում են քո հետ խորհրդակցելու։ Այդ գնանք Տիգրան մեծ, հա, խորհրդակցում էին, չէ՞ իր հետ, իրանից հարցնում էին, ոնց անենք, ինչ անենք, որովհետև ինքը հզոր էր։ 3 պատերազմ դու շեշտեցիք, ես առաջինին վիրավորվել եմ, երկրորդին ապրիլյան 4-օրյա պատերազմին շատ մեծ օգնություններով ստեղից առաջի մարդկանցից եմ եղել, որ գնացել եմ Արցախ ու Արցախ, ոչ թե Հայաստան, հետո Հայաստանից ինձ թույլ տան, որ ես գնամ, չէ։ Իջել եմ ունդեղից ինձ դիմավորել են, մենք գնացել ենք։ Իսկ այս վերջի պատերազմին գնացել եմ ու ինձ որ հարցնում էին ուր ես գնում, բա որ մեռնես։ Ասում եմ ախպեր, ես չեմ եթում մեռնելու։ Մեռնելու հարցը Աստծո ձեռքն է։ Աստված ինձ ուղեղա տվել, որ ես անեմ քայլեր, եթե ես անում եմ քայլերը, արդեն ինքը պետք է որոշի, այդ իմ ժամանակն է, որ ես գնամ, թե չէ։ Ես մի հատ բանաստեղծություն ունեմ գրած, որտեղ ասում եմ, մենք ապրում ենք երնեք տալով ձեզ քաջ տղեր, թե կարող եք մեզ էլ ձեզ հետ վերև տարեք։ Հիմա ես արտասանեցի ու ասենք սրտիս թրթիրը, ես ամեն օր ապրում եմ չապրելու համար, որովհետև ազգայինը չի կարա ապրի, ուրախություն են, մենք ասում ենք ամերիկական ժպիտ, հա, ամերիկական ժպիտով մենք ապրում ենք։ Ցույց տալով յանի բան չի եղել, բայց եղել է, այնքան բան է եղել, որ մենք հիմա ստեղ մենք գալիս ենք Խաչքարի մոտ։ Ես 22 թվականին, երբ որ մտա Եռաբլուր, ես աշկերս չգիտեի ոնց որ կողմ փախցնեի, որ չնայեին ինձ տղերք, ովքեր որ հավիտենական փառք ու պատվով գնացին այս աշխարհից, իրանց հայրենիքի համար, իրանք իմացել են ուր են գնում։ Նորից շեշտեմ, իմացալ մահը դա անմահություն է։ Սատով մեր հավողման նպատակը հենց վերնագիրը հային ու հայը Մանուկ ջան, որ ճանաչեն մեր ազատամարտիկներին, ուշադիր լինեն, այդպես հաճախ ասում են ինչա պատերազմ եք ուզում սկսեք, այսօր աշխարհը փոխվել է, այսօր տեխնիկայի դար է, այսօր այլ մարդիկ չեն կռվում, այսօր տեխնիկան է կռվում, բան, բայց մենք ռեալ նայում ենք, որ 30 տարի չենք պատրաստվում, մենակ մեր ոգին է ուժեղել է, ազատամարտիկի, զինվորի, ես էլ եմ ասում, ոչ թե քաղաքականացնում ենք, այն էլ ինչ իրական ռեալ եղել է, դա ենք ասում, ու ամենակարևորը, որ էլ եմ ասում, ուշադիր լինենք, մեր, չգիտեմ, խոսքով, երգով, Արոն մի բանով, ասենք, հաջալերվի, ոնց հասկացա պետությունը այսքան տարիներ այտենց ես ինչ չի արել ազատամարտիկների համար կամ ինչ-որ մի կառույց չի եղել, որ ասեմ բոլորս ամեն մեկը առանձին ջոկատներ ա եղել, ամեն մեկը իր ջոկատով պայքարել ա, կռվել ա։ Այ ասենց համախմբված ազատամարտիկների, ամբողջ աշխարհի ազատամարտիկների
որ կառույցն է։ Հիմա կան նոր ստեղ գալուց մեքենա մեջ նայում էի ազատ ասեն, որ պարամունքներ են անում, ասում են ճանապարհ չկա, որ ճանապարհ սարքեն, գումար են հավաքում, որ ճանապարհ սարքեն, մենք հայորդիները գնան այնտեղ պարապել։ Եթե մենք մի հատ ճանապարհ չունենք, խաղաղ պայմաններում ազատ ասեն գնան պարապեն, եթե մենք պոստերը ասենք անիվներով, պագրիշկաներով այս քուչուր երեխաները հավաքում են հող լցնեն, որ սահման պահեն։ Էլ ինչ, ասենք, աղափարների, ինչի մասին են խոսում։ Սես մատ դրվակ պատմեմ ապրիլյան պատերազմին, ուրեմն ես շատ լավ ընկերներ ունեմ, որոնք որ ասենք իրանց մասնակցությունը ունեցան, այդ ապրիլյան պատերազմի ես որ գնում էի, ու երբ որ իրանց հետ խոսում էի, ու գումարի հարցներ, որովհետև բաներ պետքա ձեռք բերվեր, տեղափոխվեր Հայաստան, որի համար գումար էր տեղ, ես խոսում էինք բան, ու ինձ գիտես ինչ էին ասում էին մենք քեզ վստահում ենք, անձամբ քեզ ենք վստահում, որովհետև այն ինչը որ իրանք տվել են, գնացել են մի անգամից առաջի գից, ոչ մի բան չի բաշխվել այս կոմենտում։ Ու այդ ժամանակահատվածում չգիտեմ որ թվին ես եկե Ամերիկա։ Պատերազմից հետո։ Պատերազմից հետո։ Նու գումար հավաքողներից հա մի որոշ մասա կար, մի օր հանդիպում խնդրեցի, գնացի հանդիպեցի հետները, ասեցի տղեր կացի, ինչքան փող եք հավաքել։ Ասի 1,200,000։ Ասի շատ չեմ ուզում, կարաք այդ 1,200,000-ից $100,000 տալ։ Ասենք վերենք հասցնենք, տանենք հասցնենք նպատակակետին։ Ասենք չէ, մեզի Հայաստանից ասել են, որ մենք ձեզի հաշվի համար կտանք, կփոխանցեք այդ հաշվի համարը։ Ու դրանից հետո պարզվա, որ այդ գումարը մսկվա գնաց։ Ստեղ չէ, արդեն ընդ է։ Ես անձամբ ես գումար հավաքելուն դեմ եմ։ Բայց եթե մի պահել գալիս է, պետք է իմանասում ես գումարը տալի։ Ու ինչի համար ես տալի այդ գումարը։ Որովհետև գումարը վերցնում են, չգիտես ինչ ալին, բայց այն գումարը եթե պետք է ծառայի հանուն հայրենիքի, ուրեմն պետք է ծառայի հանուն հայրենիքի, ոչ թե հանուն մեր գրպանների։ Ինչ ասեմ, ես հիմա նենց եմ նայում, որ հայ, հա, հայ Ես մի ժամանակ առաջ ասեցիր թրքամոլ հայերը, հա, թրքամոլ հայը իմ համար հայ չի։ Հենց էդի է մեր սխալը, որ մենք ընդունում ենք իրանց հայ։ Էդի պարակտում չի, էդի ազգի մեջի այն թուրիմացություններն են, ովքեր որ ազգայնական գաղափար, հայոց պատմություն, Մասիսար, Արցախ չեն ճանաչում, չեն էլ ճանաչեն իրան։ Արցախի տեղը չգիտեն, Արցախից են խոսում։ Մարդիկ կան, որ այդ թրքամոլները, ովքեր որ թրքահապատակ են, հա, իրանց պատմությունը եթե հետ գնաց, հաստատ գիտեմ իրանց ցեղի մեջ, իրանց մեծերից ինչ-որ մեկը դավաճան է եղել։ Վստահ եմ ասում։ Ես դրա համար ներդում եմ, իմ համար էլ եմ ասում, հայ մարդը պետք է աշխարհում, քանի որ մենք աշխարհի աղն ենք, սիրտ ենք, մեզ ասել են արարիչ, ստեղծող, իրոք տենցեք, հիմա էլ 7 տարեկան երեխան օրեր առաջ գիրք ա գրել, 14 տարեկան տղան գիտություն ա ստեղծել այս ինչ են ասում, այդ հիմիկայի կարեստական AI ա ստեղծել, ասենք Հրազդանում ապրող երեխան կարացել է AI ստեղծի, Գորիսում ապրող երեխան $1 միլիարդ արդեն բիզնես ա ուզում տնի երեխան, մենք այդ գենը մեր մեջ աշխարհում ամենալավ ազգն ենք, ես դրանից եմ նեղվում ու նաև նեղվում եմ ձեզ նման տղաներից, որ այդ ամբողջ այդ ցեխերի ջրի մեջ պատերազմի այդ հողի ջրի արժեքը գրել, ծառայել եք ու այսօր սենց ոնց որ ոչ մի բան չել, այսօր մի հատ վերնագիր եմ ես ասում, սենց որ նայում եմ Այս ոչ մի բան չի եղել։ Սա հարգի սիրուն։ Ճիշտ է, ցավոք մարդիկ կան, բնական է, որ սա վերքը չի բուժվելու։ Բայց ճանապարհը հələ չկա։ Օրեր առաջ մի ընկեր ունենք, ասում ապա կարող է մի 5 տարի հետո, 10 տարի հետո լավը լի հետ բերենք կամ մի բան լավը լի։ Ես նախանձում եմ այդ մարդկանց, ովքեր որ հələ որ մտածում են, որ 5 տարի ունեն իրանք ժամանակ կամ 10 տարի ունեն ժամանակ, որ լավա լինելու Հայաստանի համար։ Ուրեմն այդ մարդիկ ընդհանրապես գեոպոլիտիկայից բան չեն հասկանում։ Կամ էլ պրոստը իրանց ձեռա տալի այս վիճակը, որովհետև
այսօր մեծ աշխարհակաղակական խաղերը որ գնում է, ասենք մեծ խաղացողների մեջ Հայաստանը այսօր ոնց որ 120 տարի առաջ դրվել է սեղանին որպես ամենահզոր խաղաքարտ, որ իրանցով անեն, ուղղակի չստացվավ, որովհետև այն ժամանակ այն որ ասում է գյուղական հոգի էր, բոլոր տղերքի մեջ, ասենք ես մեկ ասում եմ գեղացի ավարից, սաղ իրանց տունի ինչ ունեին, վեգալան էլան կռվան։ Այսօր մարդիկ տունը նստած, մենակ Facebook, Instagram, TikTok, այդ են նայում, ընդեղ ինչ է տալի քեզ, ինչ է տալի դա ժողովրդին։ Այս Սուրկեները Սուրեն Պետրոսյանը լավ էր ասում, ասում էր ամենալավ պատերազմն է այսօր, այդ համացանցային պատերազմն է, այսինքն ինտերնետային պատերազմն է ավելի հզոր, քան հազարած զենքեր։ Եթե չեմ սխալվում 14 համարն էր, չէ՞, ընտրությունների ժամանակ։ Շատ ազգայնական ինքը շատ լավ գործ է անում հիմա։ Հետևում եմ իրան, ասենք նայում եմ այդ պատմությունները, որ մեր ազգի մասին խոսում է, դնում է, վերցնում է, ու նայ ինքն էլ նորից ազգայնական գաղափար է, ասենք թելադրում մարդկանց, բայց այն ազգայնականները, որոնք որ կոչ են անում մենք գաղափարի շուրջ, ու դու քո եսը չես դնում ներքև, դեղ արդեն չի կպնում։ Մեր Հայաստանում լիքը ազգայնական տղեկ կան, ովքեր որ մտածում են, որ իրանք ազգայնական են։ Այսքան ժամանակ եթե հետևել ես ինձ, լսել ես, ես երբևիցե չեմ ասել, ես եմ, չկա տենց բան, կամ մենք, որովհետև ազգային գաղափարով տղեն, չի կարա գնա ինչ-որ մեկի ձեռի տակ, նստի ասի ինքը ոնց ասի, տենց անի, չէ, համար մենք գաղափարը, ես որ կոչ եմ անում, բոլորն էլ ասենք լսում են, ես չեմ անում հետի, որ ես բլոգեր եմ կամ ես իմիջ, չէ, իմ սիրտը ցավում է, ես զինվոր եմ, ես կռվող եմ, հարկ լինի, այսօր էլ կկռվեմ։ Ձեր աղջ մականունը որտեղից է եկել։ Դասասից ուզում էի հարցնել միշտ, մեր հետևողներն էլ։ Երբ որ բանում է պատերազմ 93 թիվն էր, ինձ արջուկ էին ասում։ Ու էլի արջի պես էի, բայց ոնց որ փոքր 16 տարեկան արջուկ էին ասում։ Ու իմ վիրավորվելու օրը մարտի 4-ին, արդեն 94 թվականի հորադիզում ենք, քանդ հորադիզ, որտեղից որ այս պատերազմի ժամանակ ներս մտան։ Այդտեղ էինք, կռիվը սկսվավ, հիմա գնացինք, առաջի սարը բարձրացանք, իջանք երկրորդ սարը բարձրացանք, ու ես էլ համ պուլեմետ էի, համ գրանատամետ։ Գրանատամետը դրեցի ուսիս, որ պետք է կրակեմ, տղերք ասին cover արեք, արդեն պատերազմի դրվակ, սկսեցին կրակելը, որ ես կանգնեմ, կարողանամ փրիցել բռնեմ, կրակեմ։ Ու հելա կրակեցի, դե միշտ պետքա փոխես տեղը, չփոխես խփեն, էլի։ Ու որ կրակեցի մի անգամից, երկրորդն էլ դրեցի, հելա կանա, որով արդեն տեղս հարմարացրել էի, երկրորդն էլ կրակեցի, այդ ժամանակ պարկեցի, տեղս 2 մետր փոխեցի ու տեղ խփեցին, որտեղից որ կրակել էի, խփեցին, ես վիրավորվա։ Պլյուս սնայպերել էր աշխատել վրես, հետո տղերքը որ պատմում են, կասկես բերեցին, 4 հատ դիրգա կարվրեն, մի հատ դեմից, մի հատ կող, սկվազնոյ, բայց պարկ ասու, ողջ առողջ այդ օրն էր, որ հլը որ սենց գիտակցության մեջ էի, տղերքից մեկ եկավ, կամանձիրի օգնականը, շակալատ, կլիշկեն շակալատ էլ ասեց, դու այսօր վանից ասեց արջուկ չես, դու արջ ես ասեց, տենց մնաց արջը, ու տենց հետո, տենց եկանք Հայաստան։ Ես շատ եմ սիրում այդ պատմությունները, մեր ազատամարտիկների, բոլոր ժամանակների, որտեղ զինվորների հետ շատ եմ շփվել ապրիլյան պատերազմի, ընկերներ ունեմ Ռազմիկը Ռուսաստանում, հաճախ զանգում, խոսում ենք, երգում եմ իրանց համար, ես մենակ ազգային երգեր գիտեմ, ասում եմ, ես էլ դրանով եմ կարող երգեմ, ինչ-որ մի բան անեմ, էլի տես մի ձև, որովհետև շատ ինձ բան եմ զգում, որ ունը մի բանով պիտի մեր ազատամարտիկների կողքը լինում։ Իսկ մեր ոնց որ բլից ասած, բլից հարցը մեր հավաքման ամենավերջում միշտ ասում եմ, հայը հայի հետ, ոնց պետք է ապրի, ոնց պետք է լինի։ Հայը հայի հետ,
ես միշտ որ ողջունում եմ, հիշում ես, ասում եմ բարև հայ։ Հա, Անցած անգամ խոսակցություն եղավ, էլի մարտական ընկերներով էինք հավաքված նստած, ասեցի միջալոց ճանաչում ես Մուրադին։ ոչ է։ Մուրադին Մուրադ ասեցի, կհավատաս կյանքիս մեջ 50 տարեկան եմ, կարամ մատներիս վրա հաշվեմ, 2 կամ 3 անգամ ա եղել, որ ես հայի վրա ձեռ բարձրացնեմ։ Միշտ փորձել եմ հարցերը լուծել, որովհետև ուղեղ ունենք ու քանի որ որպիսի չհասնի զենք, դանակ, պատարակա, ես իմ տենց բաների, հա միշտ փորձել եմ, ասենք, խաղաղ ճանապարհով, որովհետև իմ հայն է, իմն է։ Իսկ այսօր ապշած եմ, որ ասենք հայը հային կարա սպանել։ Մարդկության մեջ գաղափարը կորել է։ Գաղափարը այսօր լավ տղա խաղալն է, փողոցում, ոչ սահմանում։ Եթե դու փողոցում լավ տղա ես խաղում, այդ լավ տղությունը տար սահման։ Գնա այնտեղ զենքը վերցրու, կռվի, ապացուցի, որ դու իրոք հայ ես, լավ տղա ես։ Էդի է։ Կռիվը չսկսած, սկսում են աղոթք անել ու մոմ վառել։ Ինչի համար, ոչ աղոթքն է փրկելու ազգին, ոչ մոմավառությունն է փրկելու ազգին, միայն կատաղած ատամները կրճացնելով կռիվը, ուրիշ ոչ մի բան մեր ազգին չի փրկելու, մենք փոքր ազգ ենք, եթե մենք չենք գիտակցում այդ ամեն ինչը, ուրեմն արդեն մեր վերջը եկել է, միջայլոց երեկ առաջ օրը հաճախորդ ունեի մի հատ, հետը խոսում էի, ասորի էր, ասեց ես ասորի եմ, ասեցի, գիրեմ ձեր պատմությունը, ասեց դու ինչ ազգ ես, ասեցի հայ, Հայաստանից ասեցի հա, էդի ինչ, հիմա ես իրան ասում եմ ասորի է, օքեյ, որտեղից ես, ասորի ես, բայց որտեղից ես, դու երկիր չունես, իսկ մենք այսօր ձգտում ենք, մենք տանենք այն նրան, որ մեր երկիրը մեզանից վերցնեն, որովհետև ուտել, խմել, երգել, պարել այդ ամեն ինչը առաջնահերթադառ է հայ ազգի համար, որը որ ցավալի է։ Ու ափսոսանքով եմ ասում, բայց նույն բանը եղել է 130 տարի առաջ։ Ախ մենք ուտող, խմող, արարիչ ազգ ենք, մենք մարդասպան չենք, մենք տերորիստ չենք, մենք ուրիշի տունը քանդող չենք, մենք ուրիշին զավթող չենք, մենք լավ մեր քրտինքով, մեր մտքով, խելքով, դարերով ստեղծող ազգ ենք, բայց աշխարհը չի ուզում որ դու ապրես քո այդ արարչական քո տեսակով, ստեղծելա դրա համար թուրքերին, օտարներին, որ մեզ վերացնեն, հիմա ես տենց եմ հասկանում, մենք այնպես պիտի լինենք, որ ուժը միասնական, որ ձեր ասած տենան այդ ուժը, չփորձեն, չկարողանան վերացնել։ Դե եթե ես Իվան ջան, վերջի պատերազմից հետո այս վերջի 5 տարին ես գոռում եմ մենքի շուրջ հավաքվենք միանանք դառնանք մենք, որից հետո մեր քայլերը հատիկ բոլոր քայլերը կա քննարկենք, չեմ ասում ես 100%-անոց ճիշտ եմ քայլերից առումով, բայց կարանք դնենք սեղանին, քննարկենք, ես իմը կասեմ, դու քոնը կասես, մյուսը իրանը կասի, կհամաձայնեցնենք, կքայլենք առաջ։ Իսկ արարիչը, որ մենք արարչական ազգ ենք, հա, ստեղծում ենք, ես ենք անում, մենք ենք անում, դա գալիս է նրանից, որ մենք շատ ենք փողը սիրում։ Դե որ չենք ունեցել, հիմա հազիվ ուզում ենք։ Մենք շատ ենք փող սիրում, դրա համար որ հետ ենք գնում արդեն 4-րդ դար, 5-րդ դար, 6-րդ դար, հա, թակավորական այդ դարերը որ գնում ենք։ Այն ժամանակ ո՞նց էր լինում այդ ամեն ինչը։ Ասենք թակավորի հզորությամբ, չէ՞, ասենք թակավորը հզոր էր լինում, ազգը ոտքի էր տանում։ Թակավորը ազգին չէր նեղացնում։ Այն ժամանակ փողի խնդիր չկար, բայց ինչ էր անում թակավորը, ոսկի էր բաժանում, ժողովուրդը հելում էր ոտքի, կռվում էին։ Տղերքը հելում էին ոտքի, իրանց ընտանիքների մասին չէին մտածում, գնում էին կռվում էին։ Իսկ այսօր
զինվորը գնում է սահման, իր ծնողների միակ, ասենք, ժառանգն է, ով որ աշխատում է տունն է պահում, այդ զինվորը գնում է սահման, չի աշխատում, իր տնեցիկ սոված նստած են տունը, ոչ օգնություն, Ոնց են ասում, որ խոսենք, շատ կխոսենք ու շատ հետաքրքիր, ես կուզենամ ժամերով խոսենք մեր հետևորդներն հետ եւ ճանաչեն ձեզ, ձեր անցած ուղին, ձեր ազգային գաղափարները, ոնց ասեմ, ինձ միշտ ասում են, ախպեր դե այնպես բաներ նկարել, որ շատ հետևորդ են, ինչ ասում եմ, ավելի լավ է 1000 հետևորդ լինի, բայց 1000-ը ազգայնական գաղափարներով իրար սիրելու, իրար օգնելու լինեն, քան ասենք, չգիտեմ, 100,000-ներ դիտումներ ունենանք, բայց իրար մի բանով պետք չկա։ Խոնարհումս ձեզ, խոնարհումս ձեր մարտական ընկերներին, ովքեր որ չկան հավերժ փառք, ովքեր որ կան առողջություն ուժ կորով, մի բան ես կոչ կանեմ մեր հայ ազգին, որ մեր տղված տղաներին բոլոր ժամանակների մենակ ուշադիր լինենք, մենակ ուշադիր, ոչ մի տենց ուշադիր լինենք, ինչով էլ կարողանանք օգնել եւ հարգենք, խոնարհվենք, որտեւ ես միշտ ասում եմ, մենք չենք եղել այնտեղ, դուք եք եղել մեր տեղը։ Ու մենք ամենաառաջինը պարտական ենք ձեզ, ձեր ընկերներին, ձեր անցած ճանապարհ, որտեղ դուք ունեք մարտական ընկերներ։ Ես հա ծառայել եմ հայոց բանակում, բանակի ընկերներ ունեմ, իմ հրամանատարը 25 տարի զորացրվել ենք Ամերիկայում զինվորներով հրամանատար հանդիպել ենք, զորամասերը Արցախի բոլոր եղել են, պատերազմից առաջ եղել եմ, Հայաստանում բոլոր զորամասերը երգել եմ, եղել եմ, բայց շատ փոքր է, մենք ձեր տեղը չենք եղել։ Ուտես ամբողջ ազգն է կարող ասել, մենք էլ ենք ինչ որ կարողացել օգնել եղել, բայց այն որ դուք եք կանգնել սահմանին, դուք եք այդ հողի վրա, այդ դժոխքի մեջ, այդ պատերազմի մեջ ծառայել, այդ արդեն բառերով չի հերիքի ասենք, մեզ կմնա միայն խոնարհվել ձեր առաջ եւ ուշադիր լինել։ Փոխարդած։ Մեր ազգին ուժ կորով Ես էլ ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերքի համար, գեղեցիկ օրը տրամադրելու համար ինձ։ Այն որ ասում է չարչարանքի տապաշխարանք Իվան ջան, այդ հետևորդների հարցնել, մարդիկ ընենց են որ եթե իրանց հետաքրքրումա պետք է նայեն, եթե չէ։ Շատ շնորհակալություն։